Սևանում 29-ամյա տղայի են սպանել դանակի 6 հարվածով։ Հենց այս բենզալցակայանում էին օրեր առաջ ծեծել տղայի հորը, ով նկատողություն էր արել, տարածքում ծխել չի կարելի։ Որդին ժամեր անց հանդիպել էր հորը ծեծողների հետ։ Այսօր 29-ամյա տղայի հուղարկավորությունն է, Լճաշենից էր Հովանեսը։ Գյուղի փողոցները լուռ են, բոլորը շտապում են սպանվածի տուն։ Համագյուղացին տղայի հոր հետ բենզալցակայանում է աշխատում, պատմում է ընտանիքը հարգված է, տղան դաստիարակված։ Գերազանց մարդ էր, համեստության տիպար, և հեր է, և երեխեն։ Դանակով հարվածներ հասցրած տղան 24 տարեկան է, Սևան քաղաքից։ Սևանցիները պատմում են մսավաճառի որդի է, լսել են հոգեբանական խնդիրներ ունի։ Ինքը հիվանդ տղա է, գնացել է կալոնկեն, գազ թե բենզին լցելու, այդ մարդը զգուշացրել է, որ սիգարետով չի կարելի։ Ինքն էլ որ թողել է, դե հիվանդ տղա է, ոչ թե սիգարետով չի կարել, ու իրար հետ խնդիր են ունեցել։ Որդին Սևան է եկել հորը ծեծողին հանդիպելու։ Տղաները սկզբում վիճել են քաղաքի կենտրոնում, հետո եկել շենքի բակ։ Հենց շենքի բակում էլ եղել է սպանությունը։ Մենք այստեղ չենք եղել։ Այս ժամը մենք մինչև 7-ն ենք աշխատում։ Սպանությունը ոչ ժամին է եղել։ Կարծեմ 9-ի կոմերն է եղել։ Պետք է փողը մատանած ընտանիք երեխա է, ես որ լսեցի, ընդհանրապես շոկի մեջ ընկա, որ իսկի չեմ պատկեր, ասում եմ երեխան ոնց է մարդ խփել։ Ընդ վիճեր են այնտեղ բակեր են։ Սա բռի վարունա։ Արյան հետքերն անձրևն արդեն մաքրել է։ Ոստիկանները հսկողություն են իրականացնում սպանողի տան մոտ։ Սևանցիներն օրեր շարունակ քննարկում եւ չեն կարողանում հավատալ տեղի ունեցածին։ Ինչու ոստիկանները պատշաճ չեն գործել, որ բանը սպանության է հասել։ Գագիկ Շամշյանը ավելի վաղ հայտնել էր, որ գազալցակայանում ծեծկռտուքի մասին տնօրենը տեղյակ չի պահել ոստիկանությանը։ 24-ամյա տղան ձերբակալված է։ Նա նախկինում էլ է Սևանի բաժին տեղափոխվել եւ պարբերաբար եղել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Սպանված Հովանեսն ամուսնացած չէր, 1 քույր ուներ։ Սեդա Գյուրեղյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։